2022-ից 2025 թվականների կտրվածքով Թոքաբանության ազգային կենտրոնում գրանցվել է 1305 տուբերկուլոզով հիվանդացության դեպք, որից 28-ը եղել է օտարերկրացի։ Նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 58 մարդ։ Տվյալները Հայկական ժամանակի հետ զրույցում ներկայացնում է Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Վահե Հակոբյանը։ Միաժամանակ նա հավաստիացնում է, որ վերջին 10 տարվա ընթացքում այս հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը մեր երկրում վերահսկելի է։ Նվազել են մահացության եւ վարակվածության դեպքերը, ախտորոշման նոր մեթոդներ են ի հայտ եկել։ Ինչ փոփոխություններ են եղել տուբերկուլոզով հիվանդների բուժման չափորոշիչների մեջ, արդյոք տարածված խոսակցությունները ճիշտ են, ըստ որոնց հիվանդները Առողջապահության նախարարության նոր չափորոշիչով կբուժվեն տանը, դառնալով շրջապատի համար վտանգավոր, Վահե Հակոբյանը մանրամասնում է։ Այս դրությամբ ունենք տուբերկուլոզով հիվանդ ունենք 26 ցավոք։ Անկած են մարդիկ իրաց բուժումը ստանում են։ Ոչ հիվանդ չի ընդհատվում, բացատրեմ։ Չափորոշիչ այս պայի դրությամբ չի փոխվել։ Դեռ չի փոխվել, բայց գնում է փոփոխման։ Հիմա բացատրեմ, թե ինչի է չափորոշիչը փոխվում։ Հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում բուժումը տուբերկուլոզի բուժումը եղել է 1 տարի կես։ Մենք ունենք այսօր նոր դեղեր, նոր հետազոտության մեթոդներ եւ եղանակներ, որով շատ արագ է դա արվում։ Մեր այսօրվա տուբերկուլոզով հիվանդներին մենք բուժում ենք մինչև 4-5 ամսվա մեջ։ Նախկինում եղել է տարիներ, 1 տարի կես։ Կրճատվել է բուժման սխեմաները, կարճաժամկետ է դառել։ Այդ չափորոշիչը դրա մասին է։ Չափորոշիչը դրա մասին չի, որ չափորոշիչ փոխենք, որ հիվանդներին չբուժենք։ Չկա նման բան։ Գոյություն չունի նման տեսակետ։ Այսինքն ուզում հասկանամ այդ մարդիկ, որ այդ ստախոտ լուրերը տարածում են, որ այ հիվանդները հիվանդը ոչ մի հիվանդ դուրս չի մնալու եւ ոչ մի հիվանդ առանց բժշկի միջամտության չի մնալու։ Չկա նման բան։ Չափորոշիչը փոխվում է կարճաժամկետի վերաբերյալ, որ տարիներով չպարկեն, այլ կարճ պարկեն, կարճ սխեմաներով, կարճաժամկետ սխեմաներով, նորագույն դեղորայքով բուժում ստանա։ Այսպիսով, եթե հիվանդությունը հաստատվում է, սակայն ոչ բարդ վիճակում է, ապա անձը կարող է բուժվել տանը կանոնավոր կերպով ընդունելով դեղերը։ Այս հիվանդությամբ հիվանդացած մարդը մինչև 4 ամիս վարակիչ չի համարվում։ Եթե 21 օր հետո կրկնակի հետազոտությամբ անձի մոտ հիվանդությունը հերկվում է, միևնույն է նա պետք է շարունակի ընդունել դեղերը 3-ից 4 ամիս, որպեսզի ըստ Հակոբյանի թոքի հյուսվածքի վերքն առողջանա։ Հիվանդների հետ կապված եւս մեկ նրբություն կա, նկատում է տնօրենը, մանրամասնելով այն։ Վերցնենք իմ վրա օրինակ, ես հիվանդ եմ, պատահական հայտնաբերվել է իմ տեղամասային պոլիկլինիկա, այսինքն ես իմ ընտանիքի մեջ ապրում եմ, ես տեղյակ չեմ, որ ես հիվանդ եմ, ինչ խնդրով դիմում եմ պոլիկլինիկա, նախնական ախտորոշվում է տուբերկուլոզ, ինձ ուղարկում են Թոքաբանության կենտրոն, ասում են նույն չափորոշիչի շրջանակներում են ձեր հետ խոսում։ Գալիս եմ հիվանդանոց, ասում են ոնց է իմ տեղամասային պոլիկլինիկայի բժիշկը կասկածում է, որ ես տուբերկուլոզ ունեմ թոքերի։ Հետազոտում են, ասում են, այո, դու ունես։ Իմ խորքի հետազոտությունը տալիս է, որ ես BK+ եմ, այսինքն վարակիչ եմ, վտանգավոր եմ շրջապատի համար։ Ես իմ բուժումը պատվիր պետք է ստանամ։ Ցավոք մենք օրենսդրական ոչ մի ազդեցություն չունենք։ Ինձ ոչ մեկ չկարա պարտադրի, պահանջի, շղթան ձեռնաշղթայով ինձ պահի հիվանդանոցում։ Ես կարամ հրաժարվեմ, ասեմ, ես չեմ բուժվում։ Շատ թույլ է այդ մասը։ Մենք չենք կարող հիվանդին իրավունք չունենք պարտադրենք։ Դրա համար երբ որ ինքը գնում է, հետևից իր տվյալները փոխանցում է տեղամասային պոլիկլինիկային, փոխանցում է այլ հիմնարկների, որ գնան, սոցիալ աշխատողները գնան հետը խոսեն, հոգեբանները հետը խոսեն, որ տրամադրվի գա բուժումը ստանա, բացատրեն, որ դու շրջապատի քո ընտանիքի համար վտանգավոր ես։ Կենտրոնի տնօրենը ցավով արձանագրում է, մարդիկ երբեմն այնքան ուշ են դիմում հետազոտության համար, որ հայտնվում են ծայրահեղ վիճակում։ Սրանով պայմանավորված ցավոք գրանցվում են մահացության դեպքեր։ Այս պահի դրությամբ մինչև 17 տարեկան 2 երեխա կա կենտրոնում։ Թոքաբանության ազգային կենտրոնում Հակոբյանի խոսքով տուբերկուլոզից երեխայի մահացության դեպք չի գրանցվել։ Ունեցել ենք մահվան դեպք, որը եղել է այլ հիվանդանոցում։ Այո, տուբերկուլոզի հետևանքով, բայց ոչ թե թոքերի, այլ տուբերկուլոզի բարդություն, որպես մենինգիտ։ Այո, 14 տարեկան նած երեխայա մահացել, բայց դա թոքաբանության հիվանդը չի եղել, թոքաբանությունում չի եղել։ Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, դեղորայքը մենք տրամադրել ենք, ամենօրյա ռեժիմով մեր բժիշկները, մանկական տուբերկուլոզի ֆիզիատրները ամեն օր երեխային խորհրդատվություն արել են, ցավոք չկարեցանք այդ երեխային կրկին
Հաստ, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն, ջերմություն, թուլություն, խորխի հետ արյունահոսություն։ Սրանք են տուբերկուլոզի հիմնական ախտանշանները, մանրամասնում է Հակոբյանը։ Ըստ նրա, կենտրոնը սկրինինգային ծրագրերի միջոցով է նաև հետազոտություններ կատարում և հիվանդության դեպքեր հայտնաբերում։